Գրել։ Ես իմ խոսքում եւս նշել եմ, որ միշտ եղել եմ անգամ Արցախում ընդդիմադիր, բոլորն էլ դա գիտեն, որ իմ ընդդիմադիր հայացքները։ Ես նաեւ շատ լավ եմ հիշում, թե ինչպես շրջափակման այն ծանր օրերին արդեն ամառվա վերջերն էին։ Արցախի վերածննդի հրապարակում, Արցախի ամենատարբեր ծայրերից մարդիկ ոտքով գալիս հասնում էին Ստեփանակերտի հրապարակը եւ այդ հանրահավաքին մենք ուղիղ տեսակապով կապվել էինք Երևանից այնտեղ։ Այնտեղ էր նաեւ իմ այրը։ Մարդիկ այնտեղ մի բառ էին կանչում. Հայաստան։ Հայաստան։ Ես շատ լավ եմ հիշում Հայաստանի իշխանությունների արձագանքը, գործադիրի խոսքը, գործադիրի ղեկավարի խոսքը։ Արցախում բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում։ Ես կարող եմ եւ լիովին իրավունք ունեմ Արցախի իշխանություններին մեղադրելու շրջափակմանը պատշաճ չնախապատրաստվելու համար։ Եվ հենց դրան էր նվիրված իմ գրառումը, եւ դա երբեք ինձ չի խանգարել այսօր պայքարել օր առաջ նրանց Բաքվից ազատ արձակելու համար։ Վերջում ես տեսել եմ, թե ինչպես է իմ այրը, ինչպես 150,000 մեր հայրենակիցները իրենց ամբողջ կյանքը տեղավորել մեկ ճամպրուկի մեջ եւ բռնել գաղթի ճամփան։ Եվ ես խոստանում եմ եւ խոստանում եմ այստեղ այս ամբիոնից։ Անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ այստեղ եւ դուք քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ երբեք ու երբեք չզգաք այն, ինչ որ զգում եմ ես։ Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան։ Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված։ Ասում եք, որ ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Պարոն Աբրահամյան, ձեզ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում, պարոն Դավիթ Ղազենյան, ձեզ եւս հայտարարվում է նախազգուշացում։ Այդպես Պատգամավոր Դավիթ Ղազենյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Պարոն Ղազենյան, որոշել եք բոլորը ստուգեք։ Չէ, ուզում եմ, պարոն Ղազենյան, չէ, դուք չեք կարող հասկանալ։ Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի, ուրեմն ձեզ պահեք կարգ ու կանոնով։ Պարոն Ղազենյան, մի խոսեք այլևս տեղից։ Պատգամավոր Դավիթ Ղազենյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազենյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազենյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազենյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Ասում եմ դուրս է գալի հանգիստ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն անվտանգության աշխատակիցներին։
Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը, այժմ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու առաջադրելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին։ Խնդրեմ Տիկին Մանավազյան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջարկում է Նազելի Բաղդասարյանի տեխնացությունը։ Շնորհակալություն։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուին ներկայացնելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանին։ Համեցեք Տիկին Հարությունյան։ Սկսեք Տիկին Հարությունյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու Նազելի Բաղդասարյանի կենսագրությունը։ Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Լենինականում, 2000-ից 2005 թվականներին գերազանցությամբ սովորել եւ ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի